Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին համանախագահ երկրների կողմից ստացել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններին վերաբերող առաջարկ, խոսքը գնում է 2019 թվականի հունիսին մասին, որը թաքցրել է հայ ժողովրդից։ Այսինքն, սիրելի հայ ժողովուրդ, քեզ, որ խոստանում էր հրապարակներում, որ հավաքվելու ենք եւ միասին որոշենք Արցախի ճակատագիրը, որ ստանա առաջարկ անպայման ձեզ տեղեկացնելու է, Նիկոլը խաբեց։ Խաբում էր 19 թվականին, երբ որ այս փաստաթուղթը ստացել էր եւ ձայն չէր հանում նա։ Խաբում էր 20 թվականին, երբ որ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել Նիկոլ։ Եվ առանց բարանելու, առանց աչքը թարթելու նա Նիկոլ Փաշինյանը նայում էր ձեր աչքերի մեջ եւ ասում էր, որ որևէ բանակցային փաստաթուղթ չկա։ Այնինչ այսօր հրապարակեց 2019 թվականի հունիսով թվագրված բանակցային առաջարկ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ստախոս է, ստոր ստախոս։ Սա առաջի հետևությունն է, որ պետք է անել որպես փաստ հերթական անգամ, այդ թվում այսպիսի կենսական կարևորություն ունեցող հարցով, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր, Նիկոլ Փաշինյանը ֆրցրեց մի ամբողջ ժողովրդի։ 2019 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որը մեզանից հայ ժողովրդից թաքցրել է։ Փակագծերում գրել են 16, որպեսզի ասեն, որ դա իր օրոք բանակցված չի, դա Սերժից եկած ժառանգությունն է։ Սերժ Սարգսյանը իր իմնի պոդքասթում ասաց, որ տեսել էր այս թուղթը մինչև այսօրվա հրապարակումը, եւ այն կարող էր լինել նորմալ բանակցային հիմք եւ կար որոշակի էլեմենտներ, որ կարելի էր բանակցել եւ շտկել։